Այս հակաեկեղեցական արշավը, հարգելի բարեկամներ, որ նախաձեռնվել է Հայաստանի 16-րդ վարչապետի կողմից։ Սա արշավ է ոչ թե եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչների, այլ հակաեկեղեցական արշավ է։ Նպատակը հայ առաքելական եկեղեցու հեղինակության անկումն է, վարկաբեկումն է։ Այս հակաեկեղեցական արշավը 16-րդ վարչապետի կողմից նախաձեռնված ում հրահանգն է։ Ըստ ձեզ։ Իհարկե Փաշազադեի կաթողիկոսը գնաց Շվեյցարիայում հանդիպումներ անցկացրեց, այնտեղ հայտարարություններ արեց Արցախի վերաբերյալ, Արցախահայության վերաբերյալ, որին հակադարձեց Փաշազադեն եւ անմիջապես Փաշինյան Նիկոլը սկսեց այս հակաեկեղեցական արշավը։ Դե Փաշինյան Նիկոլը այդքան ուղեղ չուներ, որ գոնե մի քանի շաբաթ սպասեր, որ կապը ուղիղ չլիներ։ Ինքը այդքան ուղեղ չունի։ Դուք ունեք, ինքը չունի։ Փաշինյան Նիկոլը չունի։ Ծառուկյան Գագիկը, որ ոտնահարում է առաքելական եկեղեցու դարավոր ավանդույթները եւ Քրիստոսի արձանն է տեղադրում։ Ով է այս նախաձեռնության պատվիրատուն, ըստ ձեզ։ Իհարկե Փաշազադեն։ Իմիջայլոց մինչ այդ լերը սեփականաշնորհել էին, այն տարածքը, որտեղ պիտի կանգնեցվի արձանը, սեփականաշնորհված էր։ Եվ վստահաբար կարելի ասել, որ այդ սեփականաշնորհման գործընթացը եւս Փաշազադեի կողմից է կազմակերպված եղել, այսինքն իրենք կապեր ունեն, իրենք զանգում են տվյալ համայնքի ավագանու անդամներին, հրահանգներ են տալիս, հետո փող են ուղարկում, որպեսզի այդ այլանդակությունը տեղի ունենա։ Եկեղեցին պաշտպանող ուռապատրիոտները, որոնց դուք տեսնում եք ամեն օր, խոսում են Փաշինյանի իրականացրածից, բայց չեն խոսում Ծառուկյանի կողմից իրականացվելիք գործողությունների մասին։ Ով թույլ չի տալիս, որպեսզի Ծառուկյանի մասին խոսեն։ Իհարկե Փաշազադեն։ Փաշազադեն զանգում է դաշնակ-մաշնակներին, իմիջայլոց երբ ասում եմ դաշնակ-մաշնակ, խոսքը չի վերաբերում միայն կուսակցությանը, դա երևույթին է վերաբերում։ Երևույթին։ Դա այն ուռապատրիոտներն են, որոնց համար ուռապատրիոտիզմը եղել է բիզնեսի նման մի ձև։ Հիմա ով թույլ չի տալիս, որպեսզի այդ ուռապատրիոտները խոսեն Ծառուկյանի կողմից իրականացվողի մասին։ Փաշազադեն։ 2011-ից 2019 թվականներին 50,000 պատանի եւ երիտասարդ ազատվել է զինվորական ծառայությունից։ Այդ մեծ պետական, կարելի ասել, կիսապատերազմական երկրում, երբ նման չափով մարդիկ պարտադիր զինվորական ծառայությունից են ազատվում, դա դավադրություն է պետականության նկատմամբ։ Այս դավադրությունը ով էր կազմակերպել։ Իհարկե Փաշազադեն։ Ելով պիտի կազմակերպեր։ Պարզ չէ։ Ասել են, չէ, գործողություն է տեղի ունենում, տեսեք, թե դա ում է պետք։ Իսկ դա պետք էր միայն ու միայն Փաշազադեին։ Տարիներ շարունակ ընտրությունները ովքեր էին կեղծում Հայաստանի Հանրապետությունում, տոպրակներով փող ովքեր էին բաժանում, վերցնողներն ովքեր էին, Փաշազադեն։ Այդ այլանդակությունը օրինականացնող հոգևորականները ովքեր էին, Փաշազադեի բարեկամները եւ ցուցումներ էին ստանում բնականաբար ուղիղ Ադրբեջանից։ Դուք հենց կասկածում եք, թե ովքեր են կեղեքել Հայաստանի Հանրապետության ընդերքը։ Հայաստանի ընդերքը ովքեր են կեղեքել։ Փաշազադեի կողմնակիցներն են կեղեքել, Փաշազադեի գլխավորությամբ։ Փողերը ուղիղ գնացել են Փաշազադեի բանկային հաշիվներին։ Ողջ ժողովուրդը տոկոսների տակ է։ Ողջ ժողովուրդը տոկոսների տակ է։ Այդ տոկոսները, այսինքն բանկային համակարգը ուղիղ մտել է մարդկանց տներ։ Բանկային համակարգը փայ է ցանկացածի, համարյա ցանկացածի փոքրիկ աշխատավարձում։ Այդ բառիշները ուր են գնում, իհարկե Փաշազադեի հաշիվներն են գնում, արգելի բարեկամներ։
Արցախում տրված է եղել 800 միլիոն դոլար վարկ, Արցախի տարածքում Արցախի տարածքում գործող բանկերի կողմից տրված եղել 800 միլիոն դոլար վարկ։ 2023 թվականին կառավարությունը ժողովրդական լեզվով ասած ջրում է այդ վարկերը։ Ամենախոշոր վարկառուներն ովքեր են եղել։ Փաշազադեն ու իր բարեկամները։ Կոմպենսացրել է կառավարությունը այն հեկերի համար, որոնց տերերը պատերազմը դեռ չավարտված, դրանք մաս վաճառել են ադրբեջանցիներին։ Այդ հրահանգը որտեղից է եկել, իհարկե Փաշազադեի կողմից է եկել։ Ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում, տեղի է ունենում Փաշազադեի միջոցով։ Այսպես հարգելի բարեկամներ, այսպես ձեզ մոլորեցնում են ուռա պատրիոտ պատդոննկները, հələ այդ ուռա պատրիոտներին հարցրեք, դուք ձեր տունը ոնց եք պահում։ Այդ որ ձեր հայտնի լրատվականներով խոսում են, ընդդիմադիր այսպես կոչված, այդ ուռա պատրիոտները, Արցախի համար բոզիլած դերասներ պատդոննկներ, այդ որ խոսում են, հələ մի հատ դրանց կհարցնեք, դուք ձեր տունը տղեկ ոնց եք պահում։ 10-ից 8 հոգին ձեզանից չի աշխատում, այդ ով է պահում ձեր տունը, ձեր ընտանիքներին, ձեր երեխեքս, շատերի երեխեքս սովորում են եվրոպական երկրներում, այդ ոնց եք պահում, կարող է էլի Փաշազադեն գումար է տալիս, Հայաստանի Հանրապետության բլոգո մեդիա սֆերայի վրա ամեն ամիս 100 հազարավոր դոլարներ են դնում, որ ձեզ այսպես ապուշացնեն, այդ փողը որտեղից, կարող է դա էլ է Փաշազադեն դնում։ Միքայել արքեպիսկոպոսին ձերբակալել են, կալանավորել են Փաշազադեն, իհարկե հայը չի ձերբակալել, հայը կարող էր ձերբակալել։ Ով է հրահանգ տվել քննիչին, որ հանկարծ այդ օրը, երբ Միքայել արքեպիսկոպոսը այդ արտահայտությունը արել է, այդ հանդիպման ժամանակ հանկարծ մասնակիցներից որևէ մեկին չկասես հարցաքննության, որևէ մեկին։ Ով է այդ հրահանգը տվել, որ ենթադրեք Համբարձումյան Արթուրին հարցաքննության չկանչեք, Փաշազադեն։ Ամբողջ երկիրը վախտում է նարկոտիկների մեջ, դուք դեռ մտածում եք, թե ովքեր են դա կազմակերպողները, հետևը ովքեր են կանգնած, այդ միլիարդները ում են գնում, իհարկե Փաշազադեի ջեբը։ Փաշազադեի ջեբը։ Հայը նման բան չի անում։ Հայկանի նման բան։ Ով հրահարեց պատերազմը։ Փաշազադեն։ Հոկտեմբերի 10-ի հրադադարը ով խախտեց։ Փաշազադեի ուղիղ ցուցումով։ Ամեն անգամ, երբ հնարավորություն էր լինում պատերազմը կանգնեցնելու, ինչու էին հրթիռակոծում Յանջայի բնակելի թաղամասերը, որպեսզի պատերազմը չկանգնի, դա ում էր պետք, դա պետք էր Փաշազադեին։ Ով ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։ Փաշազադեն։ Փաշինյանին ով բերեց իշխանության։ Այսպես։ Այդ ձեզ հայտնի լրագրողները, որ խոսում են, հələ մի հատ դրանց հարցրեք, էլի, ձեր փեսեքը, ձեր տղաները ծառայել են բանակից եւ իրենք կասեն ոչ, ազատված են Փաշազադեի դավադիր հրամանով, իրենք ուզում էին, բայց դե որ գեներալի գնդապետի տղային նայում ես, բարձր պաշտոններ զբաղեցրած բանակից ազատված են։ Բան կա, հայտնի դիագնոզ կա, գլխուղեղի կիստա։ Դա Փաշազադեն է գցել մարդկանց այդ միտք տվել, որ կարելի է այդպես ազատվել։ 35 տարի Գյումրին դեռ տնակների մեջ է, այս ամենը կազմակերպել է Փաշազադեն։ Հային պետք է ազատել, բայց հարգելի բարեկամներ, ի հեճուկս այս ամենի, հային պետք է ազատել ոչ թե հայից, ոչ թե Փաշազադեից, այլ հենց հայից, որ ամեն ինչը գցում է Փաշազադեի վրա։ Միլիարդավոր դոլարների բան է գնացել Հայաստանի Հանրապետությունից։
ակտիվ է դուրս հանվել։ Մի խոսքով, արդար գործել ամեն մարդ չէ, որ կարող է, դա օբյեկտիվ իրողություն է, արդար գործել ամեն մարդ չէ, որ կարող է, բայց արդար մտածելը ամեն մարդու, նամանավանդ ողբերգական այս ժամանակահատվածում, արդար մտածելը յուրաքանչյուր մարդու, եթե ինքը անասուն չի, մարդու, եթե ինքը մարդու տղա է, այլ ոչ թե ներողություն եմ խնդրում մարդահայտությանս համար, եթե ինքը մարդու տղա է, այլ ոչ թե բոզի տղա է, արդար մտածելը յուրաքանչյուրի պարտավորությունն է, արդար մտածելը եւ հիշելը, որ օրերից մի օր ինքը պիտի մեռնի, օրերից մի օր ինքը պիտի մեռնի եւ իր արածների համար պիտի իր զավակները, իր թոռները պիտի պատասխան տան նաև, եթե ինքը պատասխան չտվեց։ Գոնե արդար եկեք մտածենք։ Գոնե արդար եկեք մտածենք։ Հազարավոր ֆեյքեր ամենավերջին հայոյանքն էին տալիս։ Այն մարդկանց, ովքեր ասում էին հեղափոխությունն է կեղծ է։ Դա Փաշազադեն է կազմակերպել։ Արմեն Սարգսյանին Փաշազադեն է բերել կարգել երկրի նախագահ։ Եվ այդ դաշնակ մաշնակները, որ Նիկոլի մասին ամեն ինչ խոսում են, բայց չեն խոսում նրա մասին, որ Նիկոլը լեգիտիմ չի, որովհետև ապօրինի ընտրված նախագահի ստորագրությամբ է վարչապետ աշխատում, որովհետև կեղծված հեղափոխությամբ է ինքը դարձել վարչապետ, ինքը ամենագոչ լեգիտիմ ղեկավարն է եղել։ Հայաստանի Հանրապետությունը այդպիսի ոչ լեգիտիմ ղեկավար երբեք չի ունեցել։ Նիկոլ Փաշինյանը ավելի լեգիտիմության հետ կապված ավելի շատ խնդիրներ ունի, քան թե Սերժ Սարգսյանը։ Եվ այս հարցերը ով թույլ չի տալիս, որպես ուրա պատրիոտ պատդոնները, որ նստած են պարլամենտում խոսեն, Փաշազադեն, թե չէ Արմեն Գևորգյանը կհելներ, գիտես կպատրեր իրեն, Տարոն Մարգարյանը կպատրեր իրեն։ Հային պետք է փրկել հայից, հարգելի բարեկամներ, հային պետք է փրկել հայից։ Ուխտադրուժ, վաճառված, բարի վատ իմաստով վաճառական, վաշխառու, օպորտունիստ, դավաճան, կուլտուրայից զուրկ հայից պետք է փրկել հային։ Այն հայ ջոչերից, որոնք մարմնավորումն են օպորտունիզմի, ռենեգատության, դավաճանության, որոնք ծնունդն են այդ ամենի։ Ես ձեր տիրոջ մերը